Այսօր Իսրայելը ընդունեց հայոց ցեղասպանությունը։ Ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որ հայոց ցեղասպանությունը այսուհետև ինքը ունի քաղաքական աստար։ Ինչու է Իսրայելը ընդունել։ Նախ եւ առաջ Իսրայելը, Եգիպտոսը, Հունաստանը, Ֆրանսիայի որպես սիմպաթիզատորներ Ֆրանսիան, Իտալիան, մի հաճալ նահանգների որոշակի ուժեր եւ եվրոպական ինստիտուցիոնալ կառույցներ դրան տալիս են սիմպաթիա, այսինքն բոլոր նրանք, ովքեր հակաթուրքական օրիենտացիա ունեն։ Հիմա մենք ունենք պրոբլեմ Թուրքիայի հետ, իհարկե ունենք, բայց մենք կարող ենք դրան տեր կանգնենք։ Խնդիրը ինչու՞մն է, տեր կանգնենք։ Ոչ, մենք այսօր չենք կարա դրան տեր կանգնենք։ Այն պարզ պատճառով, որ մենք հլվոր լրիվ կայունացած պետություն չենք։ Եկեք փաստերով խոսանք, Ռուսաստանի կայսրության էլեմենտ ենք մենք եւ դրանից մինչ այսօր չենք հեռացել, օրբիտայից չենք հեռացել, փորձեր արվում, այս ընտրությունը ցույց տվեց, որ Հայաստանի մեծ մասը կողմնակիցա, որ Հայաստանը լինի սուվերեն պետություն։ Յուրաքանչյուր սուվերեն պետություն վաղ թե ուշ պիտի ստեղծի իր զինվորական դաշինքը, ռազմական դաշինքը։ Իհարկե ես ուզում եմ, որ այդ դաշինքի մեջ ես տեսնեմ քրիստոնեական երկրներ, Ֆրանսիային, Հունաստանին։ Եթե Եգիպտոսն է միանում ու մեր նպատակները համահունչ են, ինչու՞ չէ նաև Եգիպտոսին։ Այս պահին, որ Իսրայելը ընդունել է այն պարզ պատճառով, որ այդ տարածաշրջանում Իսրայելը եւ Թուրքիան էկոնոմիկ տեսակետից իրար կոնկուրենտ են եւ Իսրայելին ձեռքը տա մի կոնկուրենտ զրկվի այս տարածաշրջանից։ Իրանք նույնը եւ կասեմ Եգիպտոսի եւ Հունաստանի պահով, բայց մենք այդ մրցույթի մեջ չենք մտնում, որովհետեւ մենք հլը կայացած պետություն չենք։ Երբ որ մենք կայանանք ու դառնանք այնպիսի հզոր պետություն, ինչպես Եգիպտոսն է, ինչպես Կիպրն է, ինչպես Հունաստանն է, 10%-ով Ֆրանսիան է սիմպաթիզատորների, մի 15%-ով Իտալիայի հնարավորություններ ունենանք, ես երկու ձեռով կողմնակից կլինեմ, որ մենք այդ ռազմական դաշինքին միանանք, բայց հասկանալի պատճառներով այսօր մենք դա չենք կարող անել, որտեղ ես նորից կրկնում եմ, մենք կայացած պետություն չենք, ու իհարկե յուրաքանչյուր հայ իր սրտի մեջ, իր հոգով կուզենա, որ մենք միանանք այդ ռազմական դաշինքին եւ պատահական չէ, որ այսօր Իսրայելը ընդունել է ու իրանք շատ են ուզում, որ Հայաստանին մտցնեն, որտեղ Հայաստանը տարածքային այնպիսի դիրքեր ունի, որ պատերազմի ժամանակ այդ տարածքները կարելի է օգտագործել, բայց դա պատերազմ է, մենք այսօր պատերազմի պատրաստ չենք, որովհետեւ մենք այսօր մեր տարածաշրջանում իմ կարծիքով լավ կլինի ունենանք նեյտրալ դիրք, Շվեյցարիայի նման նեյտրալ դիրք մինչ այն ժամանակ, երբ որ մենք մեր էկոնոմիկայով եւ մեր մարդաքանակով, ինչու՞ չէ որ ռազմական բյուջետով կկարողանանք այդ երկրների շարքը կանգնենք, ոչ թե վերջում լինենք, իհարկե առաջներում էլ չենք կարա լինենք, բայց գույնը ասենք մեջտեղներում լինենք։ Մենք այսօր կարող համեմատվենք Իսրայելի հետ, միջուկային զենք ունի Իսրայելը։ Մենք այսօր տնտեսությունով կարող համեմատվենք Հունաստանի կամ Եգիպտոսի հետ։ Վաղը հայ ժողովուրդ, շատ վաղը դրա այս ինիցիատիվային տան քաղաքական բնույթ։ Իհարկե ես որպես հայ
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Իսրայելի ղեկավարությանը, Իսրայելի ժողովրդին, որ իրանք պատմական ճշմարտությունը վերջապես տեսան եւ արձագանք տվին, բայց մենք սրան քաղաքական աստար չենք հագցնելու, որտեղ դա այսօր մեր պետությանը վնասական է։ Շնորհակալություն։